Բարեկացեք բոլորդ, դերս ես ուխն է և զորացան է։ Դերոջ ուկնությամբ այսօր մեր նույթը բիդելա հոգևոր հաղթական յանքի 4 պանալիները։ Հաղթական յանքը, հոգևոր յանքի հաղթական յանքը ունի պանալիներ։ Եկեք դերոջ ուկնությամբ այսօր սերդենք այդ 4 պանալիները և դեսնենք, թե ինչպես կնանք ունենալ այդ հաղթական յանքը։ Եթե մեր սուրբիկները պանանք 4-րդ կիրք թակավորած 3-րդ գլուխ, 4-րդ կիրք թակավորած 3-րդ գլուխ, հոնգա բادرազմը Իսրայելի և Մովաբի միջև։ 3-րդ գլխում մեջ կգտնվի այս նյութը, բայց բոլորը չի գարտամ, մի քանի համարներ, մոտավորապես 16-րդ համարեմ, որ գսե, և ըստավ դերը այսպես գսե։ Այս հեղեղադը փոս ռեկ, քանզի դերը այսպես գսե, հով բիդի չի դեսնեք, ու անցրև բիդի չի դեսնեք, բայց այս հեղեղադը չրով բիդի լեցվի, և բիդի խմեք թուք, ու ծեր հոդերը, ու ծեր անասունները, սակայն ասի դերոջը ասե բզիկ պամմալալով, մովապնալ ծեր ծերկը բիդի մատնե։ Եթե բահմա եդև երթանք, և դեսենք, թե ինչ պատահած է, հոս կդեսենք գրիվ մգա, բادرազմ մգա, Իսրայելի և Մովաբի միջև։ Եթե կանանու երգերը իշենք, Իսրայելը այսպես մեր արջև արնենք բահմա այսօր կարդեսի վրա, հյուշիս գկտնվիր Սամարյա քաղաքը, մեջտեղ Հութա, Երուսաղեմ և հարավային կողմը Եթովն, որ այսօրուն արաբերենով գոչվի Եթովը Սահրա Նախաբ, անաբադ դեղմն է։ Ինչ պատահած է, երկար դարիներ Մովաբի թագավորը, որ այսօրվա հորդանանի մեջ կգտնվի Մովաբը, Մովաբի թագավորը դուքան կվճարեր Իսրայելի թագավորին, ոչխարներ, հոդեր, խոյեր։ Ունեցան նոր թագավորը, Մեսա անունով։ Մեսա թագավորը ապստամբություն արավ։ Եվ ըսավ չէ, ես պիտի չիդամ, ցեզի ասկևեր գենթայներ, խոյեր, ոչխարներ, պիտի չիդամ։ Ուրեմն Իսրայելի Սամարիայի թագավորը բավական չեղայնացավ, Հովրամ թագավորն էր, հարցուց Հութայի թագավորին Հովսապատի, որ եթե հարցագինք Մովաբի վրա տուն ինձի գոգնես, ըսավ այո։ Ուրեմն 3 թագավորներ, Սամարիայի թագավորը, Հութայի թագավորը և Եթովմի թագավորը որոշեցին հարցագին Մովաբի վրա։ Հովսապատ թագավոր հարցուց Սամարիայի թագավորին, ըսավ ուրդղեն հարցագինք, ըսավ երկրին հարավային գոմեն, Եթովմե հարցագինք։ Բայց Եթովմ անաբադ երգեր մներ, մինչև հիմա արաբերենով գրվի կարդեսներու վրա Սահրա Նախաբ, անաբադ է, անաբադի գոմեն դի հարցագին։ Որոշեցին այս 3 թագավորները իրենց սպանակներով ու գարկերով ու գենթանիներով ու ծիերով հարցագին Մովաբի վրա, որ գտնվի հորդանանի մեջ։ Հանգարձակի այս 3 թագավորները ուշադրություն, որ այդ երգերը չոր է և չուրի պետք ունին։ Իրենց գենթանիները, ծիերը, իրենք զինվորներ չուրի պետք ունին։ Ինչ պիտենեն, դժվարությամբ արջև են։ Ինչ ընենք։ Եղիսե մարգարեին թիմեցին։
Եղեսե մարգարեին գտիմեցին, շատեր այս եղեսե մարգարեին շատ կսերան, բոլոր մարգարեները լուրջ են, բայց եղեսե քիչ մգարդես մյուսներեն ավելի սիրված է։ Եղեսե մարգարեին դիմեցին ուսին դերին, ինչ անենք, հաջիս աստուծո հարցոր, մենք դժվարությունը մեջ ենք, որոշեցինք հարցակում, բայց չուր չի գա։ Եղեսե աղոթեց և հետո իրենց պատասխան տվավ։ Ըսա, այս հեղեղադը փոս ըրեք, քանզի դերը այսպես կսե, հով բիդի չի դեսնեք, հով բիդի չլա, անցրևա բիդի չի դեսնեք, բայց այս հեղեղադը չորով բիդի լեցվի, և բիդի խմեք թուկ ու ծեր հոդերը ու ծեր անասունները։ Սակայն ասի դերոչ արշի բզլիկ պամն է, անցրև գրգե, քիչ մը չուր դա, անցրև չի գա, պես չուր բիդի գրգե ասպատ։ Սակայն ասի գա դերոչ արշի բզլիկ պամն լալո մովապնալ, ծեր կբիդի մատ է։ Եկեք սիրեդիներ, վերոշյալ գեդերեն, ինչպիսի թասեր գրնանք կաղել։ Այս պատմություն են, և այս թակավորներ են, ինչ թասեր գրնանք անել այս կիշեր մենք։ Ամսուն 30։ Առաջինը, այս թակավորները մարգարեին ըսած խոսքերուն հավատացին։ Ես այս արդու եկեղեցի գուկայգոր, ինքնաշարժներու վրա չուր գար, ըսկացի, որ անցրև եկած է, երեք կիշեր գուկար, որ անցրև եկավ, հետո թացրեցավ, բայց այս արդու նորեն անցրևի հետքեր գային, ինքնաշարժները բոլոր չուր էին, կեդինը չուր էր, անցրև գար։ Բայց շատ ավելի դարբեր ու բիդելա, որ անցրև չլա, և ամեն եղանթար է, բայց այս տաղամասերը չուրով լեցվեց են։ Այս թակավորները, երբ մարգարեին արտուցին, մարգարեին իրենց դվավ խրատներ։ Առաջին այս երեք թակավորները մարգարեին ըսածներուն խոսքին հավատացին։ Հավատալ։ Հավատքը խիստ կարևոր գետ մնե այս կյանքի մեջ, եթե գուզենք հաջողություն ունենալ։ Հիսուսը ասավ, ամեն բան կարելի է անոր որ գահավատա։ Մարգոս 9:22 մեջ։ Ինչ դժվարություններ ունի քո կյանքիդ մեջ։ Հիվանդություն, նյութական հարցեր, դժվարություններ։ Ինչ դժվարություն վրա ամեն բան կարելի է։ Հոս աստծո խոսքի մեջ հստակ բարերը հստակ են միշտ մեզի համար։ Ամեն բան։ Չսեր գարկ մպաներ։ Գսե ամեն բան կարելի է։ Անոր որ գահավատա։ Ես այդ կանանացի գնգան հավատքը շատ կսերեմ։ Աղջիկ մուներ հիվանդ։ Կնաց Հիսուսի։ Եվ այս պատմությունը բադայցավ ոչ Լիբանանի մեջ։ Կնաց կանանացի գինը և Հիսուսի սա որ աղջիկս հիվանդ է։ Եվ գխնդրեմ հաջիս և հաջիս ինձ օգնե։ Կանանացի գինը կանանացի էր և իրենց գրոնքի մեջ շատ սխալ ձեսեր գային։ Եվ Հիսուս Քրիստոս է լուրջ և ձանր պատասխան մարավ, որ բոլոր սուրքիրքի մեջ Հիսուս այդչափ գարձը չի խոսած մեկում այդ։ Բայց այս կանանացի գինը հարադևեց և ասավ ով դեր Հիսուս։ Գուզեմ որ լավ գիտնաս ով բժիշկ։ Ես քեզ բիդի չզգեմ, մինչև որ ինձի հստակ ընես որ աղջիկս բիդի առողջանա և առողջացա։ Բիդի չզգեմ ես կերի։ Եվ Հիսուս այս կնգան դուք լավ կերեք ինչ ասավ, ով գեն, քու հավատքդ մեծ է։ Դու մեծ հավատք ունիս։
Եբրայեցոց քիրքի մեջ հավատքի հերոսներու մասին գխոսի եւ գսե նախատասությունը գիշի, որ շատ կարևոր է։ Անոնք խոստումներու հասան։ Այս դիգինը ծևոմ եկավ մոր Հիսուսիկով եւ շատ մը հերոսներ անցելի մեջ աստուծո մոդիցան աստուծո խոստումները հիշելով ով դեր տուն ինձ խոստացած ես այսպես եւ ես ասոր գահավադամ որ տուն կարող ես խոստումներու հասան կանանացի գնգան անունը չիգա եբրայեցվո հերոսներու մեջ բայց անալ հասավ հոնգ իշվի Սամսոնի մասին, Փարագի մասին, Քեթյոնի մասին, Դավիթի մասին եւ հսկաներու մասին բայց այս կանանացի գնգան անունալ հոն գրնա զիդերվի խոստումներու ասան եւ փակ ծրոջ որ բատմության մեջ շատ մը քույրեր եւ եղբայրներ դերոջը արչեւ կալով եւ իր խոստումը իշելով հասած են եւ արած են աստուծմե իրենց խնդրվածները ինչ որ գխնդրեին աստուծմե որովհետեւ հսկաներ եղած են հավատքի մեջ եւ ասացեն որ ով դեր տուն խոստացած ես ահա քո խոսքը հոս այս քիրքի մեջ տուն խոստացած ես եւ արած են դեր ուրեմն եւ գգարտանք աստուծո խոսքի մեջ եւ արդու գանող ելան ու թեկվեի անաբադը կացին եւ անոնց երթալու ադենը հովսապատ գայնեցավ ուսավ ով հութայի եւ Երուսաղեմի բնակիչները ինձի մտի գրեք ծեր դեր աստուծուն հավատացեք ու ապահով վիճալակ եթե գուզեք ապահով լալ աստուծո հավատացեք եւ նույն այս համարը այս խրադը մեզ ամենեգուն համար է ինձ կսյալ աստուծո հավատացեք ապահով վիճալակ անոր մարգարեներուն հավատացեք ու հաջողություն բիդի գտնեք Սրբազան Պողոս արաքյալ գվգայու գսե ամեն բանի կարող են անով որ զիս սորացուց ինչի կարող եմ չսեր որ գարկ մը բաներով դեսեք աստուծո խոսքը միշտ հստակ է բարերը հստակ են ամեն բանի կարող են անով որ զիս սորացուց Փիլիպպեցիս 4:13 եւ Փիլիպպեցիս 4:19 մեջ եւ իմ աստվածս ծեր ամեն բիդույքը բիդի լեցնե իր ջոխության չափովա օրմա հայր մե բզիկ դրամը գերտային շուգային եւ հայրը որոշեց դողուն բիստակ կնել ասա որ Անդրե դղաս Անդրե չի հայրի գսավ Տուն Անդրե, տուն ինձիլոր։ Հայրը իր երկու ապերում մեջ բիստագը լեցուս տովարագեմ է մեջ։ Հետո ասավ, որ դողուն հարցուց դղաս ինչու տուն ինձ մեխ ընտրիզ, որ ես լեցնեմ։ Հայրի կուս ծերկերըտ մեծ են, իմ ծերկերես ավելի մեծ են։ Ես բզդիկ ծերկեր ունիմ, քիչ մը բիի գրնայի տնեն, բայց տուն կուս ծերկերըտ մեծ են, շնորհակալ եմ, որ կուս ծերկերով լեցուց իր այդ տովարագը։ Աստուծո ծերկերը որ չափ մեծ են, երբ 15 միլիարդ աստղեր ստեղծած է, այսինքն երբեմն անգելս է մենք այս բզդիկ մեր անգույզի չափով խելքով չենք գնալ աստուծո հսկայությունը երևակայել հսկա անչրբետմա եւ շատ հսկա աստվածմա եւ իմ աստվածը ծեր ամեն բիդույքը պիտի լեցնե իր ջոխության չափով առաջին գաղտնիքը այս թագավորներուն հավատացին աստուծո եւ դուք եթե մենք ունենանք Քրիստոսի վրա հավատք Քրիստոսի վրա ունեցած մեր հավատքը քո հավատքը մեր հավատքը մեզի վես սովորական մարդիկ գրնա արդասովոր հերոսներու վերածել
Երկրորդը անոնք մարգարեին հնազանդեցան։ Հնազանդությունը օրհնության լայն թերներ կփարա։ Օրինակ մարնենք անցումը, որ հնազանդեցավ Սուրբ Երկրի մեջ, Աբրահամ հնազանդեցավ Աստուծո եւ օրհնվեցավ ինք եւ իր ամբողջ սերունդը։ Ծնունդոց 12:1-4-ի մեջ կգտնենք եւ կգարտանք հավատքով Աբրահամ կանչվեցավ, մդիկ ըրավ այնտեղը ելլելու, զոր ժառանգություն պիտի առներ եւ ելավ ու քնած եւ չեր գիտեր թե ուր գտա։ Իրաքեն ուր քաղաքեն ելավ, թեպի Խարան, Խարանեն իջավ Քանանու երկերար։ Չեր գիտեր ուր գտա։ Իրեն հարցուցին, բարեկամ, ուր քաղաքը գցիկես։ Իրաք գցիկես, Պապելոնի մոդեր, ջող քաղաք մներ ուր։ Իրաքեն Եփրատ եւ Տիգրիս քեդերը գանցնին եւ շատ ջող երկիր մնե։ Ուր գերտաս, ով Աբրահամ, ասա Քանանու երկիր, լավ բնավ կացած ես, տեսած ես նկարներ, այս, չէ։ Հավատքով Աբրահամ կանչվեցավ, բայց մդիկ ըրավ Աստուծոյին։ Հնազանդեցավ։ Այս երեք թագավորներու կյանքի մեջ կտեսնենք հնազանդություն։ Բողոս Արաքյալ գսե Հռոմեացիս 1:5-ի մեջ, որով շնորհք ու առաքելություն արինք հավատքի հնազանդության համար, բոլոր ասկերու մեջ, անոր անունին համար։ Շնորհք եւ առաքելություն արինք հավատքի հնազանդության համար։ Անոնք եթե չի հավատային, կամ չի հնազանդային այս երեք թագավորները, չուր բիդի չտեսնեին եւ ծառավալ բիդի մեռնեին իրենք եւ իրենց կենդանիները։ Հակոբոս Արաքյալ գսե 4:7-ի մեջ, ուստի հնազանդեցեք Աստուծո, սատանային հագարակեցեք եւ անիգացես մե բիդի փախչի։ Ինչ ենք, հնազանդեցեք Աստուծո, սատանային հագարակեցեք։ Այսօր սատանան գուկա եւ մարդուց մտքերու մեջ կմտնի գուզե չէ հիմա Աստուծո հնազանդիլ այդ չափ կարեւոր չէ։ Դու այս աշխարհային ջամփու մեջ կալե հաջողություն գտնես։ Բայց Բողոս Արաքյալ հստակ կնե Աստուծո հնազանդեցեք։ Այս երեք թագավորներուն կյանքի մեջ հնազանդություն մգար։ Անաբար դեղ եւ մարգարեն գսել որ անսրե բիդի չլա քիդալ շիգահուն բայց ծեր այս փոսերը այս հեղեղադը ճուրով բիդի լեցվի արադությամբ բիդի լեցվի թուք բիդի խմեք ծեր զինվորները բիդի խմեն եւ ծեր կենթանիները հնազանդության մասին գոզենք ուստի հնազանդեցեք Աստուծո սատանային հագարակեցեք եւ անիգացիզմը բիդի փախչի սատանան բիդի փախչի Բողոս Արաքյալ գսե Եբրայեցիս 13:10-ի մեջ ծեր առաջնորդներուն նաեւ մդիկ ըրեք ու անոնց հնազանդեցեք այսօր կարևոր է որ մեր առաջնորդներուն հնազանդենք որը անոնք դարիքով մեծ են փորձառություն ունին եւ լավ բան է անոնց հնազանդել վերջը երբ մեծերու հնազանդենք մենք հանգիստ կյանք մգաբրենք երրորդը այս երեք թագավորները խոնարհեցան հբարդություն չրին ձերեցան փորել սկսան անշուշտ փորելու համար պետք է ձրեին խոնարհությունը մեծ օրհնություններու թռներ կպանա Պետրոս Արաքյալ գսե նմանապես դուք երիտասարդներ հնազանդ եղեք ձերերուն ամենքդ իրարու հնազանդ ըլալով
խոնարհություն հագեք։ Երրորդ դասը խոնարհության մասին էր։ Խոնարհություն հագեք, վասնզի Աստված ամպարդավաններուն հագարակ կգենա, բայց խոնարհներուն շնորհք կտա։ Ուրեմն Աստծո հզոր ցերքին տակ խոնարհեցեք, որովհետեւ ցեզ ժամանակին բարձրացնե Հակոբու 4:6 Հիսուսը ասա. Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լուծս ձեր վրա արեք ու ինձ սորվեցեք, որ հեզ եմ եւ սրտո խոնար ու ձեր անձերուն հանգստություն պիտի գտնեք, վասնզի իմ լուծս քաղցր է եւ իմ պերստետ է։ Շատ մխոնարներու մասին կգարտանք Սուրբ Գիրքի մեջ, բայց անգերձը լարու համար ամենախոնարը Հիսուս ինքն էր։ Երբ վերջի ընտրիկին այդ գիշերը իր աշակերտներուն ոտքերը լվաց։ Եվ Պետրոս սավր չէ։ Ուրիշներուն ոտքերը գլված, բայց իմս ոչ։ Հիսուս սավր Պետրոս ինձի արիտուր որ ոտքերդ լվան։ Պետք է ես այս գիշեր քու ոտքերը լվան։ Չընդունեց Պետրոսը սկիզբը, բայց Հիսուս շեշտեց եւ լվաց Պետրոսի ոտքերը։ Բայց անգերձը լալու համար Հիսուսի խոնարհությունը կակատնագետը գիտեսենք, երբ հութայի ոտքերը լվաց։ Եվ ինք գիտե որ երկու ժամ վերջ մոտավորապես հութա զինք պիտի մատնե։ Հիմա գերնալ որ մենք մեր բարեկամներուն ոտքերը լվանք։ Հապա տշնամիդ ամուր քեզ չի սերեր, գայդե դուք տշնամի չունիք, բայց անցեր կան որ քեզ չեն սերեր։ Անոր ոտքերն ագրանք լվա, գերնանք անոնց ոտքերը լվա։ Հիսուս մեզի օրինակ մցիկեց, որ ոչ թե միայն ոտքեր լվացեք անոնք, որ ցեզ գսիրեն ու գհարկեն, նաև անոնք, որ քեզ չի սերեր, տուն լվա իր ոտքերը, խոնարհության կակատնագետը։ Եկեք եղբայրներ եւ քույրեր, մենք ալ Հիսուսի պես, մենք ալ Հիսուսի պես ներողություն, ոտքեր լվացող Աստծո խոնար զավակները ըլանք։ Ամեն։ Եկեք մենք ալ այդպես ըլանք, Աստծո խոնար զավակները։ Հիսուսի պես ուրիշներուն ոտքերը լվացող։ Չորրորդ, այս թագավորները դեսակ փորձություններու համբերեցին, քանզի անաբար դեղ էր, գրնալը որ եւ շատ հավանական է, անաբադի մեջ օծեր գտնվեին, գարիժներ գային, բայց անոնք դոգացին, կորձի լծվեցան եւ իրենց կորդով ցույց տվին իրենց հավատքը, հնազանդությունը եւ խոնարհությունը։ Եվ մասնորեն գգրտեմ, բայց անոնք դոգացին, կորձի լծվեցան, իրենց կորդով ցույց տվին իրենց հավատքը, կորձով ցույց տվին։ Հավատք, հնազանդություն եւ խոնարհություն։ Այսօր աշխարհ գուզե որ մենք կորձով սիրելիներ փաստենք եւ կորձով մեր մեջ լսեն հավատքի կյանքը, հնազանդության կյանք եւ խոնարհության կյանք։ Առաջին Թեսաղոնիկիս 1:3-ի մեջ Պողոս արաքյալ գսե. «Գկողանանք Աստծո ամեն ադեն ծեր ամենուն համար ցեզ հիշելով մեր աղոթներու մեջ, անդադար հիշելով ծեր հավատքին կորձը ու սիրո աշխատությունը
եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հույսին համբերությունը Աստծո ու մեր Հորը առջև։ Երբ այս երեք թագավորները մարգարեին ասած բոլոր խոսքերը գադարեցին, Հեղեղադը փոս փորեցին արաբոդուն։ Զոհ մատուցած ադենին, ահա Ետովմի ջամփային ճուրեր եկան ու երգիրը ճուրով էսեցավ։ Եթե այդ շրջանը ագեր ըլլային, շատ բիդի անագնգալի չի կայենք, բիդի սենք, որ Ետովմ երգիրը արդեն ճուրերով լեզված է, ագերով լեզված է։ Եթե անցումը մեզիս է, որ Ֆարայա բդույդի կացի և պապական ճուրեր գային, իրավես Ֆարայայի մեջ երկու մեծ ագեր կան, անագնգալի չեն կար։ Բայց չեմ կեր Լիբանանի մեջ ամենաչոր դեղը ուր է, եթե հոն գտնվի մեկը, կարելի է բահալբեկեն քիչմե Հիսուս, և ասվի, որ ինչ գեղեցիկ ագեր կան, ճուր կա, լիջեր կան, անի քիչմե դարունակ բեզի, որովհետև անաբադ է։ Անաբադ շրջաններու մեջ երբ որ ճուր և լիջ ու քեդեր գլան հանգարզագի, հոն է հրաշկը։ Երբ որ այս երեք թագավորները մարգային ասած բոլոր խոսքերը գադարեցին, Հեղեղադը փոս փորեցին, արդվան զոհ մատուցած ադենը, ահա Ետովմի ջամփային ճուրեր եկան։ Երբ եկա զոհ մատուցած ադենը, Աստծո զոհը մատուցան ենգը, եկավ ու երգիր ու ճուրով լեցեցավ, թե իրենք և թե իրեն սոդերը ու անոսուները խմեցին և ուրախացան։ Ատկե ետք Մովապի ալ հաղթեցին։ Հարցագեցան և Մովապի հաղթեցին, Մովապի թագավորը փախավ և ուրեն փախավ, իրենք մտան այս երեք թագավորները և Մովապ երգիրը գրավեցին։ Հիսուս ասավ, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասեր եղեք, ես աշխարհի հաղթեցի։ Հիմա այս թագավորներն ալ նեղություն ունեին, այս երեք թագավորներն նեղություն ունեին, բայց գրցան, կարողացան հաղթել և Հիսուս որպես մենք անագնգալի չի կանք 2000 տարի առաջ ալսավ աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք։ Անոմար մեզմե ամեն մեկ անցոր խոսե ունի իր նեղությունը։ Մի գարձեք, որ մեկը գա, որ նեղություն չունի։ Գայլը մտքիդ կսես, Երանի ասին չեղբոր, Երանի ադիչ կրոջ։ Դու մուսինք այդպես կարդես, որ հերույան հանկիստ է։ Բայց եթե մեմի իր գյանքի մեջ մտնես, բիդի դեսնես, որ այդպես է։ Հիսուս ինչպես հաղթեց, բայց Հիսուս ինչպես հաղթեց աշխարհի։ Մեղավորներուն ցերկը մատնվեցավ, չարչարանքներ գրեց, խաչապայդին վրա կամվեցավ 6 ժամ, 3 ժամ արևունդակ, 3 ժամ մութ խավարի մեջ մնալի ետք հոգին ավանդեց ու մեռավ։ 3 օր, 3 գիշեր ետք, հաղթությամբ հարություն առնելով իր հաղթությունը գնքեց։ Հիսուս հաղթողներուն նաև խոստումներ գնե։ Եվ ասի մեր վերջին մասն է։ Հիսուս ալ նեղություններ ունեցավ, չարչարվեցավ, 6 ժամ խաչին վրա մնաց, 3 ժամ արևունդակ, 3 ժամ ալ մութը։ Ուրեմն Հիսուս հաղթողներու խոստում գնեվ գսե։ Տեսեք ինչ է Հիսուսի խոստումները։ Առաջինը Հայտնություն 2:7-ի մեջ ան որ գահախտե անոր ուդել պիտի դամ գենատ սարեն որ Աստծո թրախտին մեջ է։ Երկրորդ Հայտնություն 2:11-ի մեջ ան որ գահախտե երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Երրորդ Հայտնություն 2:17-ը ով որ գահախտե բահված մանանային ուդել պիտի դամ անոր։ Չորրորդ Հայտնություն 2:26
եւ անոր գահախտե ու իմ կորձերս մինչեւ վերջը գբահե անոր իշխանություն պիտի դամ ասկերու վրա դիրելու 5 անոր գահախտե ջերմակներ պիտի հագնի եւ ես անոր անունը գենաց քիրքեն պիտի չավրեմ 6 հայտնություն 3:12 անոր գահախտե զանիգա իմ աստուծույս դաջարի մեջ շին բիդանեմ ու ալ թուրս բիդիչելը եւ յետորև եւ վերջինը հայտնություն 3:21-ի մեջ անոր գահախտե ինձի հետ իմ աթորս բիդի նստի այսօր խոսենք հոգեվոր հաղթական կյանքի 4 բանալիները այս երեք թակավորները հաջողություն կդան եւ հաղթանակի հասան առաջին հավատացին մարգարեին ասածներուն հնազանդեցան Աստծո երրորդ խոնարհեցան եւ չորրորդ փորձություններով համբերեցին դերդավոր այս 4 բանալիները մենք ունենանք մեր յանքի մեջ եւ այնադեն դուք հաղթական յանքեր ունենաք հավատալ, հնազանդություն Աստված, խոնարհություն եւ փորձություններով համբերել։ Դերեցես բոլորդ արադաբես օրհնե եւ զորացնե։ Շնորհակալություն։